Բարև ձեզ սիրելի փոքրիկներ։ Ողջույն մեր շատ սիրելի երեխաներ։ Հեքիաթի սենյակից ձեզ են ողջունում Արևիկը եւ Լիլիթը։ Այո, սիրելի փոքրիկներ, Հեքիաթի սենյակում տոնական տրամադրություն է տիրում։ Ինչպես տեսնում եք, մեր Հեքիաթի սենյակը, այսինքն Դանիելյան արտստուդիոն, շատ գեղեցիկ զարդարված է։ Եվ ուզում ենք տեղեկացնել սիրելի փոքրիկներ, որ այսօր նույնպես ունենք Շուր, այսօրվա մեջ հյուրն է Բորիսը։ Ողջույն։ Ողջույն Բորիս։ Շնորհակալություն, որ եկել ես Հեքիաթի սենյակ եւ այս տոնական տրամադրությունը միասին պետք է ապահովենք փոքրիկների համար։ Բորիս, խնդրում եմ ներկայանաս, պատմես մի փոքր քո մասին, քանի տարեկան ես եւ այլն։ Ես Գրիգորյան Բորիսն եմ, 11 տարեկան։ Զբաղվում եմ երգով եւ սպորտով։ Այդքանը որ դպրոցում ես սովորում։ Ես սովորում եմ Այթափի առաջին դպրոցում։ Լավ ես սովորում, Բորիս։ Արևիկ, խնդրում եմ Բորիսին ուղղել քո հարցերը։ Իսկ որ դասան ես։ 6-րդ։ 6-րդ սիրած առարկաներն ես։ Մաթեմատիկան եւ ֆիզիկան։ Ես մաթեմատիկան ուսում եմ։ Արևիկ, կարծում եմ Բորիս, ասացիր ուր ես հաճախում, մի անգամ ևս։ Սպորտի եւ երգի։ Եվ երգի։ Իսկ ինչ կպատմես այդ խմբակների մասին, քեզ ո՞րն է ավելի դուր գալիս, սպորտը, թե Արմենի արվեստն է քեզ դուր գալիս։ Երկուսն էլ հետաքրքիր են, բայց ես նախընտրում եմ արվեստը։ Իսկ ապագայում Արվեստը։ արվեստով ես զբաղվելու։ Բորիս, քանի որ տոնական տրամադրություն է, ես ուզում եմ հարցնել։ Ձմեռ պապիկին նամակ գրել ես։ Ոչ, դեռ չեմ հասել։ Բայց շատ քիչ օրեր են մնացել, իսկ մտածել ես ինչ ես ուզելու։ Ոչ։ Բորիս, քեզ ոչինչ պետք չէ։ Ինչ երջանիկ է Բորիսը։ Պետք չէ որպեսզի ձմեռ պապիկը ինչ որ բան բերի, բայց կարծում եմ այնուամենայնիվ, եթե դու նամակ չգրես, էլ նա ինչ որ մի բան կբերի, չէ՞ որ բոլորին բերում է նվերներ ձմեռ պապիկը Արևիկ։ Այո։ Չէ։ Բորիս, այսօր պատրաստել ենք շատ գեղեցիկ հեքիաթ։ Ճիշտ է, նոր տարվա հետ կապ չունի, բայց վստահ եմ, որ փոքրիկներին դուր կգա։ Մրջունի արկածները։ Իսկ դու տեսել ես այս հեքիաթի հիման վրա նկարահանված մուլտֆիլմը։ Ոչ։ Ոչ, խնդրում եմ, երբ գնաս տուն, անպայման կնայես, շատ գեղեցիկ մուլտֆիլմ է։ Դե ինչ ժամանակն է, որպեսզի սկսեմ կարդալ հեքիաթը։ Մի րոպե։ Հիշեցնենք, որ այս ընթացքում մեզ հետ է լինելու Դանիելյան արտստուդիոյի սան Էվելինան, ով կպատկի դիրնակ ընտրած հերոսին կամ հերոսներին։ Կամ մրջունին։ Կամ մրջունին։ Վերջում կտեսնենք։ Մրջունը բարձրացավ կեչու վրա, հասավ նրա գագաթը եւ այնտեղից ցած նայեց։ Ներքևում գետնին հազիվ նշմարվում էր նրա հայրենի մրջնանոցը։ Մրջունը նստել էր մի տերևի վրա եւ մտածում էր. մի քիչ հանգստանամ եւ ցած իջնեմ։ Չէ՞ որ մրջունների մոտ խիստ կար կա։ Հենց որ արևը մայրամուտին մոտենա, պետք է բոլորը տուն շտապեն։ Արևը մայր մտնելուն պես մրջնանոցի բոլոր մուտքերը փակում են եւ քնում։ Իսկ ով ուշանում է, ինչ ուզում է թողանի, թեկուզ դրսում մնա։ Արևն արդեն թեքվում էր դեպի անտառը։ Մրջունը տերևի վրա նստած մտածում էր. ոչինչ, կհասցնեմ, ցած իջնելը հեշտ է։ Բայց տերևը դեղին էր ու չոր, քամին փչեց եւ այն պոկեց յուղից։ Թրջում է տերևը անտառի վրայով, գետի գյուղի վրայով, թրջում է մրջունը տերևին կպած ու ճոճվում։ Սարսափից քիչ է մնում շնչասպառ լինի։ Եվ քամին տերևը տարավ գյուղից հեռու ու ցած գցեց մարգագետնում։ Տերևը ընկավ մի քարի վրա, մրջունի ոտքը քերվեց, պառկել ու մտածում է. ես է տուն հասնել չեմ կարող։ Առողջ լինեի, իսկույն կվազեի տուն, բայց ինչ անեմ, ոտքերս ցավում են, ինչ դժբախտություն է։ Նայում է մրջունը, իր կողքին պառկած է Սարդ։ Սարդ, այ Սարդ, ինձ տուն տար, ոտքերս ցավում են։ Դե լավ, նստիր մեջքիս կտանեմ։ Մրջունը նստեց Սարդի մեջքին, բայց Սարդն իր 8 ոտքերն այնքան դանդաղ էր փոխում, որ մրջունին ձանձրացրեց այդպիսի ճանապարհորդությունը։ Մրջունն իջնում է Սարդի մեջքից եւ հանկարծ լսում, որ մեկը ծվծվում է։ Ապա մրջունիկ, բարձրացիր իմ մեջքին, ես քեզ կտանեմ։ Շուռ եկավ մրջունիկը եւ ինչ տեսնի։ Իր կողքին պառկած է լվիկ բզեզը, որ գետնի վրա հազիվ է երևում։ Ախր դու փոքրիկ ես, ինձ բարձրացնել չես կարող։ Իսկ դու շատ մեծ ես, բարձրացիր քեզ ասում եմ։ Մրջունը մի կերպ տեղավորվեց լվիկի մեջքին,
Հազիվ ոտքերն էր տեղարել։ Լվիկ բզեզը ոտքերն ուղեց ու մի րոպեում անցավ բանջարանոցը։ Հասավ ցանկապատին։ Ցանկապատն անցնել չեմ կարող, շատ բարձր է, ասաց Լվիկը։ Դու ծգրիդին խնդրիր, նա կարող է անցնել։ Ծգրիդ, այ ծգրիդ, տար ինձ մեր տուն, իմ ոտքերը ցավում են։ Նստիր իմ բաշին։ Մրջյունը նստեց ծգրիդի վզին։ Ծգրիդն իր հետևի ոտքերը երկտակեց ու մեկ էլ հանկարծ այնպիսի թափով ուղղեց, որ կարծես ինքն իրեն օդ շպրտեց։ Ճթոցով փռվեցին նրա թևերը, մրջյուն զգուշությամբ անցկացրեց ցանկապատը եւ կամած իջավ գետնին։ Հիմա քեզ համար ուրիշ ցի կտիր, ասաց Ծգրիդը։ Ես անտառն անցնել չեմ կարող։ Մրջյունն առաջ նայեց եւ տեսավ, իսկապես այնտեղ մի բարձր անտառ էր, որ երկինքն էր երևում։ Եվ արևն արդեն թաքնվում էր նրա ետևը։ Չէ, մրջյունի կտուն հասնել չէր կարողանա։ Մրջյունի մոտով անցնում էր մայիսյան բզեզ, մի ծանր ու անճոռնի բզեզ։ Մայիսյան բզեզ, այ մայիսյան բզեզ, տար ինձ մեր տուն, իմ ոտքերը ցավում են, չեմ կարող գնալ։ Իսկ դու որտեղ ես ապրում։ Անտառի այն կողմը, մրջյունոցում։ Հեռու է մի քիչ, դե ինչ արած, նստիր, կտանեմ։ Մրջյունը բզեզին կոշտ կողի վրայով բարձրացավ նրա գլխի վրա։ Հանկարծ բզեզը մեջքը երկու կես արեց, երկու պինդ թևեր բարձրացրեց, իսկ նրանց տակից դուրս եկան երկու ուրիշ թևեր, բարակ թափանցիկ, վերևի թևերից լայն ու երկար։ Հանկարծ թրթրացի բզեզի նուրբ թևերն ու դժժացին։ Դժ, տուկ, 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 եւ բզեզը օդ բարձրացավ։ Մրջյունիկը վերևից տեսավ, որ արևի պրունկը արդեն նստել է գետնին։ Բզեզն այնպես արագ սրացավ, որ քիչ է մնում մրջյունի շունչը կտրվեր։ Անտառը սահեց նրա տակով ու չքացավ իսկույն։ Ահա եւ ծանոթ կեչին, իսկ նրա տակ մրջնանոցը։ Կեչու գագաթին բզեզը կանգնեցրեց իր շարժիչը։ Չմփ, նստեց մի ճյուղի։ Դե հիմա իջիր, ես մրջնանոցին չեմ մոտենա։ Դուք մրջյունները շատ վատ կծել գիտեք։ Ինքդ գնա, ինչպես կարող ես, ասաց մայիսյան բզեզը։ Հանկարծ մրջյունիկը տեսավ, որ իր կողքին տերևի վրա նստած է տերևածալ մի թրթուր, որ ձգում է մետաքսի թելն ու փաթաթում ճյուղին։ Թրթուր, այ թրթուր, իջեցրու ինձ մեր տուն, մի րոպե ժամանակ է մնացել, ուշանամ ինձ ներս չեն թողի։ Հեռացիր, տեսնում ես գործի եմ, թել եմ մանում։ Բոլորն ինձ խղճացին, ոչ ոք չմերժեց, դու առաջինն ես, որ մերժում ես։ Մրջյունը չհամբերեց, հարձակվեց նրա վրա եւ այնպես կծեց։ Թրթուրը վախեցած ոտքերն իրեն քաշեց, կծկվեց տերևի վրա ու մեկ էլ թմփ ցած նետվեց։ Իսկ մրջյունը ամուր կպել կախվել էր նրանից։ Նրանք երկուսով ճոճվում էին մետաքսի թելի վրա, ինչպես ճոճի մեջ։ Իսկ թելը շարունակ երկարում էր ու երկարում։ Այդ թելը դուրս էր գալիս թրթուրի փորից, ձգվում էր ու չէր կտրվում։ Մրջյունիկն ու թրթուրը շարունակ իջնում էին ու իջնում։ Իսկ մրջնանոցում մրջյուններն իրարանցման մեջ են, շտապում են, բնի ելքերն ու մուտքերն են փակում։ Բոլորը փակել են, մնացել է վերջին մուտքը։ Մեկ էլ մրջյունը թմփ թրթուրի վրայից ընկավ ու անմիջապես շտապեց տուն։ Հենց այդ րոպեին արևը մայր մտավ։ Բորիս, իսկ քեզ դուր եկավ այս հեքիաթը։ Հետաքրքիր է։ Քեզ մրջյունի վարքը դուր եկավ։ Ոչ։ Բայց այնուամենայնիվ նա հասցրեց, չէ՞, վերջին պահին տուն գալ, այսպես ասած։ Բորիս, մենք գիտենք, որ մրջյունները ալարկոտ չեն, չէ՞, ընդհանրապես ես որքանով որ տեղյակ եմ, մրջյունը կարողանում է իր քաշից 40 անգամ ավել ինչ որ մի բան տեղափոխել։ Եվ ես ամառներ ունեմ այսպիսի տարօրինակ սովորություն, երբ մրջյուն եմ տեսնում, որ նա ինչ որ բան է տեղափոխում, ես կանգնում եմ եւ համոզվում եմ, որ նա իրոք կարող է դա տանել։ Արևիկ ես լուրջ եմ ասում։ Իսկապես ես տեսել եմ, թե մրջյունը ինչպես է տերևի մեծ կտոր տեղափոխում։ Այդպես նրանք պատրաստում են իրենց բույնը եւ ապահով ապրում են, ինչպես հիշում ենք, ճպուրն ու մրջյունը հիշում ես, մրջյունը ապահով ապրում էր իր համար։ Դե լավ, շատ չխոսեմ այդ մասին, դու ավելացնելու ինչ որ բան ունես, Բորիս։ Երեխաներին ինչ կմաղթես, քո տարիքի երեխաներին ինչ կմաղթես, ինչ անեն, ինչով զբաղվեն։ Գիրք կարդան միգուցե։ Հա, Ինքնակրթվեն, կրթվեն, գիրք կարդան, զբաղվեն տարբեր հոբիներով, որպեսզի մեծանան բազմափոխնեմ արդ։ Այո, կեցես, Բորիս։ Դե ինչ, Արևիկ, երևի
Տեսնենք, թե որ հերոսին է պատկերել։ Էվելինան։ Էվելինան։ Բորիս, մենք քեզ համար ունենք նվեր։ Խնդրեմ, Բորիս, սա Պանացեա ընկերությունն է պատրաստել երեխաների համար, որովհետև նա 2025 թվականին եղել է հեքիաթի սենյակի հետ։ Հետևաբար տոնական օրերին նույնպես պատրաստել էր նվեր երեխաների համար, սա էլ Էվելինային կհանձնենք։ Դե ինչ կարծում եմ եկավ հրաժեշտի ժամը, ես առաջարկում եմ բոլորս միասին ցտեսություն մաղթենք փոքրիկներին եւ իհարկե շնորհավորենք նրանց գալիք ամանորը։ Գնացինք։ Շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ, ցտեսություն։